Այսօրվա իմ թեման, որ պատրաստել եմ, սիրելի քույրեր, եղբայրներ, ճիշտն ասած, երկու թեմա էր գալիս, սենց մտքիս որը ասեմ, որ մեկը ասեմ, աղոթքով եկա Տիրոջը, ինձ թվում է այսօր ինչի մասին որ կխոսենք, Տերը ավելի լավ գիտի, որ եկեղեցուն ինչա պետք։ Վերնագրել եմ այսպես, սովորություններ, որոնք խանգարում են մեր օրհնության։ Մենք կարող ենք ունենալ տարբեր սովորություններ, որ խանգարեն այն օրհնությանը, որ Աստված պատրաստել է քեզ համար։ Ես մի քանի շատ կարանք խոսենք, շատ երկար կարանք խոսենք, ուղղակի հակիրճ լինելու համար ես Աստծո խոսքից կբերեմ տեղեր եւ մի քանի տեղեր կասեմ, որ բոլորիս հասկանալի լինի։ Առաջի կետը ուրիշներին քննադատելը։ Այն ինչը, որ ասեմ ավելին սիրելի քույրեր, եղբայրներ, մեր հայ ազգի մեջ ցավով եմ ասում, այդ քննադատությունը շատ կա։ Առավոտից իրիկուն թողեն սրան քննադատեն, մյուսին քննադատեն, եղբորը քննադատեն, քրոջը քննադատեն, ղեկավարությանը քննադատեն։ Օրինակ իմ գործի տեղում, սիրելի քույրեր, եղբայրներ, շատ է լինում, մարդիկ գալի նստում են, սկսում են ղեկավարին քննադատել։ Ես թույլ չեմ տալիս, որ ղեկավարին քննադատել։ Ցանկացած ղեկավարը դրված է Աստծո կողմից իմ համար։ Եթե դուր չի գալի, ես միշտ իրանց ասել եմ, դուր չի գալի, սիրելի քույրս, եղբայրս, մի զայվլենի գրի դուրս արի։ Ինչ նախնդիրը ու հիմնական հասկանում եք, այն մարդիկ են քննադատում, որ Տերը հնարավորություն է տվել, գալի նստում կոֆե են խմում եւ ինչ որ աշխատավարձ են ստանում։ Շատ մարդիկ շատ ծանր ձևով են գումար հայթայթում։ Շատ ծանր, բայց մարդիկ կա այդ կոֆե խմելու համար, որ փառք տան Աստծուն, որ տենց ղեկավար կա, կոֆե խմելու համար փող ստանաս։ Ով չի ուզի։ Հա, ժողովուրդ ջան, կա մեր մեջ նենց մարդ, որ չուզենա գա կոֆե խմի, այն որ կոֆե չի խմում, կսկսի կոֆե խմել։ Բերեք բացենք Մատթեոս 7-րդ գլուխ առաջի կետից։ Մինչև 5-րդը։ Մի դատեք, որ չդատվեք։ Որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, եւ ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։ Եվ ինչու եղբորդ աչքի միջի շուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կամ ինչպես ես եղբորդ ասում շուղն աչքի միջից հանեմ, երբ այս քո աչքի մեջի գերան կա։ Կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանիր եւ այդ ժամանակը տեսնես, թե ինչպես եղբորը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, գիտեք, շատ կարևոր է, մեզ միշտ թվում է, որ մենք միշտ ճիշտ ենք։ Տենց է, թե տենց չի։ Միշտ մեզ տենց է թվում, որ մենք ճիշտ ենք ավելի, քան թե մեր եղբայրը կամ քույրը։ Ու սկսում ենք դատել, ափսուժդատ անել, այս մարդը էս արեց, այն արեց, քեզ ինչ։ Մենք կանչված ենք մեր քույրերի եղբայրների համար աղոթք բարձրացնելու։ Տիրոջ կամքով։ Ոչ թե գիտեք աղոթքի մեջ է կա ճշմարիտ աղոթք։ Ոչ թե դու աղոթես, թե Տեր ջան փոխի եղբորս, այլ Տեր ջան եղբորս բեր քո կամքի մեջ։ Որովհետև շատ ժամանակ սիրելի քույրեր, եղբայրներ, մեր շրջապատում որ կան մարդիկ, իրենք դրված են Տիրոջից, որ քեզ բարգացնեն, որ Տերը քեզ համբերություն սովորեցնի, համբերել սովորեցնի։ Մեկ է տենում ես կինդ նենց բան կասի, որ դու քեզ հազիվ ես պահում։ Բայց միշտ իմացեք, սիրելի քույրեր, եղբայրներ, կնոջը Տերն է տվել, քեզ օգնական, քեզ կողակից, ինքը օգնում է, որ քեզ բարգացնի, եւ դու կարենաս քեզ համբերես եւ պահես։ Դուք ճիշտ հասկացեք։
Սիրելի քույրեր, դա չի ասվում, որ այսօրվանից գնաք ձեր տները, հա, ասեք Արման ախպերը, սենց բան քարոզեց, որ մենք իրավունք ունենք, որովհետև մենք ինչ որ անում ենք, Տիրոջ առաջ ենք անում։ Այդի մենք միշտ պետք է հասկանանք, որ ինչ որ անում եմ, Տիրոջս առաջ եմ անում։ Տերը թույլ է տալի դա անեմ, թե չէ։ Ես միշտ ասում եմ, եթե ուզում ենք սխալվենք, մեր պահվածքը, մեր շարժու ձևը պետք է անցկացնենք Աստծո խոսքով։ Եթե Աստծո խոսքին համահունչ է, ուրեմն ճիշտ է։ Եթե համահունչ չի, ուրեմն պետք չի այդ անել։ Ես կուզեմ մի վկայություն ասեմ եւ շարունակեմ։ Պահ եղավ, որ կնոջս հետ վիճվեցինք մի քիչ։ Չղայնացա, երևի, եթե չեմ սխալվում, մի քիչ կոպտեցի, հա, մեր հայերի ցավոք այն բնավորության մեջ դրած, հա, ու անցավ մի քիչ ժամանակ գնացել եմ սենյակ աղոթք եմ անում։ Հայտնաբես Տերը հետս խոսեց, գիտեք ինչ ասեց։ Ասեց դու իմ առաջ կեղծավոր ես։ Ասեց իմ զավակին դու կբար, իմ աչքի լույսին կբար։ Ասեց գնա ներողություն խնդրի քո արարքի համար։ Ու հետո կգաս աղոթք կբարձրացնես ինձ։ Գիտեք, օրինակ, ես չգիտեմ տարբեր մարդկանց համար, ինձ համար միշտ դժվար ա եղել նա մանավանդ կնոջից ներողություն խնդրելը, բայց փառքերը տալիս եմ Տիրոջը, որ Տերը ինձ փոխեց, որ ես շատ հեշտությամբ կարամ կնոջից ներողություն խնդրեմ, եղբորից ներողություն խնդրեմ, երեխեքից ներողություն խնդրեմ։ Գիտեք, երբ որ ես կնոջից ներողություն խնդրեցի ու գնացի աղոթքի, այդ պահին Տիրոջ ներկայությամբ այն ձևի լցվա, որ ես չէի ուզում այդ ներկայությունից դուրս գայի։ Դրա համար շատ կարևոր է, սիրելի եղբայրներ, սիրելի քույրեր, որ մենք ինչ որ անենք, Տիրոջ առաջ անենք։ Դու որպես կին քո ամուսնուն խոնար եղի ամեն ինչում, ինչպես որ գրված է Աստծո խոսքում։ Նույնն էլ սիրելի եղբայրներ, մեր կանանց նկատմամբ պետք է սիրենք մեր կանանց, ինչպես Հիսուսը սիրեց եկեղեցուն։ Ամեն։ Որովհետև գիտեք, շատ ցավալի է, ես ինչի համար միշտ ասում եմ, շատ հովիվներից լսել եմ, ասում են հայերի հովիվները կրկնակի օծություն պետք է ունենան ժողովրդի համար, իրականից, որովհետև հայ ազգը մի քիչ բարդ է։ Իրականից շատ դժվար է հայերի հետ աշխատանք տանել։ Երևի իրենց փորձից են ասում։ Հա? Ինչպես հաղթահարենք, ոչ քննադատենք։ Ինչպես կարանք մենք հաղթահարենք։ Պետք է հասկանաս առաջինը, որ քո եղբայրը կամ քույրը կարա լինի ընկած վիճակում։ Ոչ թե մտածես, որ ինչի համար է իմ եղբայրը սենց ամեն տեղ կամ քույրը նստում, բամպասում, սենց վատ խոսքեր ասում, կարա ընկած վիճակ լինի։ Դրա համար քույր եղբայրները ինչի համար են, որ մեկս մեկից դիմենք ու մեր աղոթքների օգնությամբ փոխվենք։ Ինձ իմ կյանքում եղել է պահ, որ ես չեմ կարողացել աղոթել։ Իրականից ուզեցել եմ աղոթել, չեմ կարողացել։ Եղբայրներին, քույրերին խնդրել եմ, ասել եմ ծայրահեղ վիճակում եմ, չեմ կարող աղոթել։ Մեջս խառնվել է իրար, աղոթք չի բարձրանում։ Իմ քույրերի, եղբայրների օգնությամբ ես սկսել եմ աղոթել։ Ես սկսել եմ փոխվել։ Այս վերջեր էլի դեպք եղավ, մեղվա դուրս եկա սենյակից, ասեն ջղայնացած դուրս եկա, որ չբարգանամ։ Գնացի նստա հյուրասենյակ, ասում եմ Տեր ջան, սկսել եմ ես աղոթել, ես հյուրասենյակում եմ աղոթում, Լենան սենյակում աղոթում։
Տեր ջան, խնդրում եմ, ես ինչի համար մենք չենք հասկանում, ես նեղվա, որ ասի գնալու եմ զալը քնեմ, չեմ քնելու այսօր սենյակում։ Տերը նենց սիրուն սենց ինձ դրացրեց, ասես, նո հանգստացրեց, խաղաղություն բերեց իմ սրտում։ Հասկանում եք։ Բաներ կա, որ անօրենը քնած չի։ Անօրենը ամեն ժամանակ հարձակվելու է մեր վրա։ Մինչև մեր կյանքի վերջը։ Երբ որ քո կյանքում անօրենը չի հարձակվում, քո կյանքի վերաբերվող ինչ որ տեղերում, դա խնդիր է։ Ուրեմն դու ուգրոզա չես անօրենի համար։ Այդ ես միշտ ասել եմ։ Երբ որ փորձությունները շատ են գալի քո կյանքում, ուրախացի։ Ուրախացի։ Ինչի համար ուրախանաս։ Որովհետև դու ուգրոզա ես սատանայի համար։ Իսկ եթե դու միապաղաղ կյանքով ապրում ես, գալիս ես եկեղեցի, գնում ես, եւ քո կյանքում ոչ մի բան չի փոխվում, ոչ անօրենն է քո վրա հարձակվում։ Այդի ահազանգ պետք է տալ։ Ես միշտ մեր ժողովրդին ասում եմ, երբ որ փորձություն է գալի, փառք տվեք Տիրոջը։ Ու կանչեք Տիրոջը, Տերը խոսք է տվել ինձ ու քեզ, որ մեր հետ է լինելու մինչև աշխարհի վերջը։ Ամեն։ Հիսուս Քրիստոսով կարանք հաղթահարենք ամեն բան։ Ամեն։ Շատ մարդիկ, գիտեք, հուսախաբության մեջ են ընկնում, խառնվում են իրար։ Ահա զանգը իրանց մոտ, այս երկրի իրավիճակի հետ կապված 2022 թվին, որ սկսվեց, շատ մարդիկ խառնվեցին իրար։ Խուճապի մատնվեցին։ Իմ մոտ մինչև առ այսօր ամեն ինչ հանգիստ է։ Հետո գիտեք ինչից է գալի այդ խաղաղությունը, Տիրոջից։ Որովհետև Տերն է ինձ պահողը։ Ուր էլ որ ես լինեմ, Տերը ինձ կպահի, քեզ կպահի։ Բա ինչի համար ես ու դու խուճապի մատնվենք, սիրելի քույր եղբայր։ Երկրորդ տեղը, որ ուզում եմ ասել, ցավալի է ինձ համար շատ, որ գիտեք, մեր ազգի մեջ, շատերի մեջ կա, բայց մեր ազգի մեջ ոնց որ դա ավելի շատ է։ Նախանձը։ Թողես մեկը մյուսին այն աստիճան նախանձի, ինչի համար։ Նախանձում ենք հիմնական ոնց, այ լտես, ասում է դարդերս քիչ էին, այն հարևանս էլ ջիպ առավ։ Ասեմ ձեզ սիրելի քույրեր, եղբայրներ, մեր մոտ շատ եղբայրներ ուրախանում են, որ ես միշտ իմ օրինակն եմ բերում, ձեր մեջ է կբերեմ, սիրելի քույրեր, եղբայրներ։ Գիտեք, մեզ թվում է, թե մենք այնքան փոխված ենք, որ մեր մեջ նախանձ չկա։ Ես չեմ նախանձում ոչ մեկին։ Բայց դեպք եղավ մեր տունը նստած։ Իմ հարազատ բարեկամները նստած։ Մեկը ասեց Մոսկվա տուն եմ առել։ Լուրջ եմ ասում։ Ես ինձնից զզվեցի ուղղակի։ Այս ներսս ամբողջովին խառնվեց իրար ու սենց տրակվում էի։ Հետո հելա դուս, ասի Տեր ջան, ես ինչ է կատարվում իմ հետ։ Այսինքն, այդ մարդը հոյին փողերով չի առել այդ տունը։ Եթե իմ փողերով առներ, կարայ միտեղ ասեի առանց ինձ հարցնելու դու ինչի համար ես առել։ Բայց ցավալին, գիտեք, այն իմ մեջի ես տեսա, որ ինչքան ցավալի բան է, ինչքան որ մենք մեզ չենք ճանաչում։ Որովհետև Աստծո խոսքում գրված է, չէ՞, ասում է, ես ձեր սրտի խորքերը գիտեմ, որ դուք չգիտեք։ Ես մտածում եմ, որ իմ մեջ չկա այդպես բան, ընդհանրապես չկա։ Բայց երբ որ արտահայտվան իմ տան մեջ, ես ինձ հազիվ էի պահում։ Հետո հելա աղոթի ասի, Տեր ջան, խնդրում եմ քեզ փոխի իմ սիրտը։ Ասի իմ սիրտը ինձ զզվելի։ Եթե ինձ զզվելի, ինչքան առավել քեզ զզվելի կլինի։
Գիտեք, շատ կարևոր է սիրելի քույրեր, եղբայրներ, որ այդ բաները մենք վերացնենք որպես Աստծո զավակ։ Մենք մեկս մյուսով պետք է ուրախանանք։ Աղբերը հարստացել է հոգևոր առումով, ուրախացի։ Ֆինանսապես ուրախացի, որովհետև ոնց ելնի դու ես օգտվելու։ Հայրականից տենց է, եթե եղբայրը քույրը հարստացել է, մի օր ասելու արի գնանք քեզ հյուրասիրություն անենք։ Այսինքն դու օգտվելու ես, ինչի համար նախանձես։ Բայց ասեմ ձեզ, ես միշտ ասել եմ, ամենահարուստ մարդիկ դա Աստծո զավակներն են։ Գիտեք խի, որտեղ ունենք Տիրոջը։ Դրանից մեծ հարստություն չկա։ Այս երկրի ֆինանսները դա երկրորդական են։ Առաջինը, որ ունենք Տիրոջը։ Հիսուս Քրիստոսին, այսօր դու այստեղ նստած ես։ Հիսուսը քեզ կանչել է, բայց շատերը ստե չեն։ Բոլոր փառքերը մեր Տիրոջը։ Տիմոթեոս, առաջի Տիմոթեոս 6:10 Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով ոմանք հավատից մոլորվեցին ու իրենց բազում ցավեր պատճառեցին։ Ես ուզում եմ ճիշտ հասկանաք, Աստծո զավակների կյանքում չի ասվում, որ լավ փողեր մի աշխատեք, բայց քո կյանքում առաջնահերթությունը պետք է լինի հոգևորը։ Ոչ թե գնամ փող աշխատեմ, ժամանակ մնաց նոր Տիրոջը տամ։ Այս օրինակն է բերեմ, սիրելի քույրեր, եղբայրներ, այս մի քանի օր առաջ դες բիզնես ունեմ, այնց ստացվավ, որ իրիկվա ժամին մեքենա էր եկել, ընդ ահագին խնդիրներ էր առաջացել, ու ես դասի էի, կանգնեցի երկուսի մեջտեղ, պետք է գնամ հասնեմ գործի տեղ, թե դասին մասնակցեմ։ Ծայրահեղ իրավիճակ։ Զանգեցի ընկերոջս, ասի կարաս գնաս, ասե չէ, ես զբաղված եմ։ Ասի ինչ էլ ուզում ա լինի։ Առաջինը, առաջնահերթությունը ես տալիս եմ հոգևորինը։ Գնացի նստա դասին մասնակցի, դասը 2 ժամ էր։ Հետո զանգեցի, որ իմանամ ինչ, ասում ա սրտիս մի բան եղավ, գնացի ես այդ մեքենայի հարցերը լուծի։ Երբ որ դու առաջի քայլը անում ես հոգևոր, Տերը քո հարցերը լուծում է։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է։ Ես մեր ծառայողներին միշտ ասում եմ։ Իմ համար մեծ ցավ եղավ, որ այդ դասերի ժամանակ ես ծառայողներին հրավիրել էի եղբայրներին, ասում եմ եկեք, լսեք, հովիվներ են խոսում, կիսվում են իրանց փորձառությամբ։ Ոչ մեկին դա հետաքրքիր չեղավ։ Ինչի համար։ Այսօր մենք եկել ենք Տիրոջը, այսօր ես ծառայում եմ ձեզ, եղբայրը ծառայում է ձեզ, հանուն Տիրոջը։ Ում է պետք է դի, ինձ է պետք առաջնահերթին, որովհետև Տերը ամեն մեկից կանչել է ինչ-որ մի բանի համար, մի մարդու խոսք ասելուն, մյուսին փառաբանելու, երկրպագելու։ Երբ որ մենք Տիրոջով լսվում ենք, մեր կյանքը փոխվում է։ Գիտեք, երբ որ իմ կյանքը փոխվեց, երբ որ ես եկա Տիրոջը, ես ասեմ ձեզ, ես երևի ամենաշատ հալածող մարդկանցից մեկն եմ եղել։ Դուք իմանաս առաջվա կյանքի խոսքի հովիվը Ռուդիգը։ Իր աղջիկը, մեծ աղջիկը, իմ դասընկերուհին է եղել։ Ինքը որ ապաշխարել էր, 10-րդ դասարանում օր ու արև չէի տալի ես իրան։ Օր ու արև։ Ու բացարձակ ասում էի, դու ֆրմսո ես, կողը շնստես։ Մեր տաշիրի բանով գիտեք բոլորը, հա, հերու մնա, դու մար չես դառնա։ Այն ձևի հալածանքներ, հիմա որ ես մտածում եմ, ցավ եմ ապրում։ Բայց երբ որ ես ապաշխարեցի, ինքը ինձ ադնակլասնիկով գտավ։ Ասեմ ձեզ ավելին, ասեց, բարև իմ սիրելի ֆրմսո աղբեր ջան։ Իրականից ժողովուրդ ջան, ես փառք եմ տալի
Գիտեք, կյանքը այնքան հետաքրքիր է, դու չգիտես ինչ է լինելու եւ ուր են գնում, բայց Տերը գիտի։ Բոլոր փառքերը Տիրոջը ես տալիս եմ նրա համար, որ Տերը ինձ իրեն զավակ դարձրեց։ Իմ համար դրանից մեջ հարստություն չկա։ Երբ որ ունես դու Տիրոջը, ու սկզբի ժամանակ այդ էլ ասեմ թեմայից դուրս, երբ որ 10 թվականին գալիս է եկեղեցի, մեքենաս պահում է եկեղեցու հետևը, որ հանգարտ չասեն Արմանը հավատացյալ է։ Ու ընկերները սկսին, ես մեքենա տեսել ենք եկեղեցու առաջ հավատացյալ ես, այ կարմրում էի, գույնս փոխում էի, հետո ասի, եթե հասա այն տեղը Աստծո խոսքի մեջ որ գրված ասում է, եթե դուք ինձնից ամաչեք, ես է հոր մոտ ձեզանից կամաչեմ։ Ուրանակ ինձ, հա։ Դրանից հետո բերում կանգնեցնում է հենց այն ամենատեմը, որ ասում են հավատացյալ ես, ասում եմ այո։ Հիմա էլ որ ասում են, ասում եմ այո։ Հետաքրքիրը գիտեք ինչն է։ Մեր հայերին որ ասվում է քրիստոնյա ազգ, առաջինը մենք ենք ընդունել։ Առաջինը մենք ենք ընդունում, բայց ապրում ես Քրիստոսի կյանքով։ Մարդիկ մտածում են, որ իրանք քրիստոնեական պետության մեջ ծնվել են քրիստոնյա են, ոչ, սիրելի քույրս եղբայրս։ Քրիստոնյան նա է, որ ապրում է Քրիստոսի կյանքով, ով ապրում է Աստծո խոսքով։ Այդ մարդն է քրիստոնյան։ Ոչ թե ծնվել ես Հայաստանում, ուրեմն դու քրիստոնյա ես։ Ֆինանսական հարստությունը պետք է լինի մեր կյանքում, սիրելի քույրեր, եղբայրներ, երկրորդական, երրորդական, առաջի տեղը հոգևորը պետք է տնենք։ Առաջի տեղը պետք է Աստծուն դնենք։ Առաջի տեղը եթե տնես Տիրոջը, ամեն ինչ ընկնելու է իր տեղը։ Ամեն ինչ։ Շատ մարդիկ ասում են իմ երեխեն է իմ Աստված, լսել եք տենց բան։ Դա ցավալի է։ Տերն ասեց, ես նախանձոտ Աստված եմ։ Եվս իմ կյանքի օրինակից, երևի այսօր տենց է պետք ասել ժողովրդի համար։ Լենան ինձ ասում է այսօր Աստծո հետ շատ ժամանակ ես անցկացրել։ Ասում եմ, խի, ինչից հասկացար։ Ասում եմ, մի ուրիշ ձև ես դու։ Դա գիտեք ինչից է, մեր Տերը սեր է, չէ՞։ Երբ որ Տիրոջ հետ շատ ժամանակ ես անցկացնում, Տերը այդ սերը լցնում է քո մեջ, եւ դու պետք է այդ սերը տաս։ Քո կնոջը, քո ընտանիքին։ Նախանձը մեր կյանքը դարձնում է մրցավազք։ Այս մարդը էս մեքենան առավ, ես է գնամ առնեմ։ Այս մարդը էս վազեն առավ, քույրերին ծանոթ, հա, ես է առնեմ։ Էս զանավեսկեն առավ, ես էլ առնեմ։ Դա շատ վատ բան է, շատ ցավալի տեղ է։ Դա շատ մեծ մեղք է, սիրելի քույրս եղբայրս։ Այ հոգևորի մեջ տենց եղեք։ Հոգևորի մեջ վազեք։ Դերեն աղբերը ես արեց, ես ավելին անեմ։ Այն մյուս ես արեց, ես ավելին անեմ։ Հոգևոր ծառայությունների մեջ վազեք, ոչ թե ես ունեցավ, այն ունեցավ։ Գիտես ինչը որ քոնն է, Տերը քեզ տալու է։ Իր ժամանակին։ Ամեն ինչ ունի իր ժամանակ։ Մեզ թվում է, գիտեք, օրինակ, այն ժամանակ, որ ես ապաշխարեցի, ասում եմ, Տեր ջան, շատ փող դու էլի։ Ու ես Տիրոջը բան եմ անում, ասում եմ, փող տաս, գիտես ինչ եմ անելու։ Ծառայություններին փողեր տամ, հովիվները գնան ծառայեն եւ այլ, ասեմ ավելին, չէի տա։ Չէի տա։ Տերը սկսեց տալ այն ժամանակ, երբ որ ես հաստատվեցի։ Ամեն ինչն ունի իր ժամանակը, մի վրազեք։ Բայց դուք հոգևոր առումով պետք է աճեք եւ զորանաք։ Առանց Աստծո խոսքի, առանց Աստծո հետ հաղորդակցվելու դուք չեք կարող զորանալ։ Դրա համար Աստծո խոսքը մեր հացն է հոգևոր։ Պետք է մենք ամեն ժամանակ, ամեն օրվա մեջ սնվենք։ Ամեն օրվա մեջ, որ կարողանանք զորություն ունենանք եւ զորանանք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, շատ մարդիկ գիտեք, մեր եկեղեցում գալի գնում է տասնյակ տարիներ, հասկանում ես, որ այդ մարդիկ չեն փոխվում։ Ես ուղղակի կանչում եմ իրանց, ասում եմ,
Ես հիմա քեզ ուղիղ հարց եմ տալու, պատասխան տաս։ Ասում եմ Աստվածաշունչ կարդում եք։ Ասում եմ երկար ժամանակ չեմ կարդում։ Ասում եմ դու գիտես որ դու աղոթես Տերը չի պատասխանելու քեզ։ Տերը կարա ողորմություն անի։ Շատերին։ Բայց Տերը իր խոսքում գրված ասում է. իմ ականջը արդարների աղոթքին է։ Դուք հասկացեք մի բան, Տերը մեզ ամեն օրվա մեջ 24 ժամ ժամանակ է տալիս ապրելու։ Այդ 24 ժամից մենք ինչքանն ենք Տիրոջը տալիս։ 5 րոպե, կես ժամ, թե շաբաթը մի 15 րոպե։ Այդ ձևի սպասում ունեցեք Տիրոջից։ Տերը լսում է արդարի աղոթքը։ Ասեմ ձեզ ավելին, երբ որ դու արդար կարգավիճակ ունես, դու կարաս մի բանի համար չաղոթես, Տերը տա։ Ո՞վ է տենց ստացել։ Փառքերը Տիրոջը։ Բոլոր փառքերը Տիրոջը։ Ղուկաս 12:15։ Եվ նրանց ասաց. տեսեք եւ զգուշացեք ագահությունից, որովհետեւ մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ։ Ես անուն չեմ տա, բայց կարտահայտվեմ։ Եղավ դեպք շատ մոտիկ հարազատ մարդու հետ, ասեց այս աշխարհը որ խառնվի ես ոնց տունս թողեմ փախնեմ։ Այդից հավալի է, գիտեք, տունն է հարցը նենց է, որ տունը բլակերովքի տակ է, ասենք իրենց էլի, ասենք Մացիրինսկի կապիտալն է օգտագործած։ Չեն կարա ոչ վաճառեն, մինչև այդ իրենց երեխեն դառնա 18 տարեկան։ Ես ասի, գիտեք, սենց մի հարց կա։ Տերը այսօր տվել է, որ դու վայելես։ Ուրախ եղի դրա համար։ Ղովտի օրինակը չունենանք։ Սոդոմ Գոմորի ժամանակ հացանոթ հա բոլորիս, որ ասեց հետ չնայեք։ Ինչի համար Ղովտի կինը հետ նայեց, որտեղ սիրտը կապված էր իր ունեցվածքի հետ։ Մեր սիրտը պետք է կապված չլինի աշխարհայինի հետ։ Մեր սիրտը պետք է կապված լինի մեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ու միայն ամեն ինչ ընկնելու է իր տեղը, սիրելի քույրս եղբայրս։ Երբ որ մեր սրտերը կապված է Տիրոջ հետ։ Գիտեք, այս վերջերը մեծ աղջիկը, պրեստուպներ ունեցավ, լաց եղավ, նայում էր աչքերիս, ասում էր, պապա օգնի ինձ։ Գիտեք ինչ ցավ է, որ դու կանգնած երեխուդ ցավերը տենում ես, ու դու չես կարող ոչ բան անես։ Բայց մենք կարանք աղոթք բարձրացնենք մեր Տիրոջը եւ մեր Տերը այդ ցավերը կհեռացնի։ Ամեն։ Դրա համար շատ կարեւոր է ինձ ու քեզ, որ Տիրոջ օրհնությունը վայելենք, իսկ Տիրոջ օրհնությունը որ վայելենք, մեղքերից հեռու պետք է լինենք։ Որովհետեւ մեր սխալ պահվածքով մենք խաչ ենք հաշում մեր օրհնությունների վրա։ Տերը պատրաստել ամեն մեկի համար օրհնություն ունի։ Բայց դու քո սխալ պահվածքով ժամանակները ցկցկում ես։ Տերը դա ուզում էր քեզ տալ միգուցե 10 տարի առաջ։ Բայց չի տալի, որովհետև դու սխալ պահվածք ունես։ Եգիպտոսից երբ Տերը ուզեց իր ժողովրդին անել, քանի օրում պետք է անել 11, հա? 11 օրում։ Ինչ տարավ 40 տարի։ Ինչի համար իրենց տրտունջների։ Լծի տակից Տերը հանեց ազատության մեջ։ Ես ինչ կյանք է, ես ինչ կյանք է։ Ու հիմա ասեմ ձեզ սիրելի քույրեր, եղբայրներ, շատ հավատացյալ մարդիկ, շատ Աստծո զավակներ, ես ինչ կյանք է։ Երեք մեր մոտ ես խաղաղության մասին էի խոսում, ասի Տերը սրտից դրեց, որ խաղաղության մասին խոսեմ։ Հետաքրքիրն այն էր,
Ծառայության վերջում papan ինձ մոտենում ասում է, «Էս ինչ էր արեցիր դու»։ Ասի ինչ արի։ Ասեց այսօր սաղոր խաղաղությունս կորցրել էի։ Ասի ես չարի, այլ Տերը արեց։ Տերը քո համար հոգատարություն արեց։ Ասենք իմ ծնողն է, բայց ես չգիտեի, որ ասենք իմ ծնողը խաղաղությունը կորցրել էր։ Բայց Սուրբ Հոգին տալիս է մեզ խոսք, որ ինչ խոսենք այսօր կամ վաղը։ Գիտեք, շատ կարևոր է դա, շատ հիասքանչ թեմա է խաղաղության մասին, որ Աստծո զավակը միշտ պետք է խաղաղ լինի։ Ամեն իր վիճակների մեջ։ Բայց դա մի ուրիշ անգամ, հա? Հպարտություն։ Հպարտությունը մեր ազգը հետ չի սիրում, չէ՞, հպարտ լինել։ Հա? Հա, ժողովուրդ ջան։ Մեր ազգը պետք է լինի խոնարհ Հիսուս Քրիստոսին։ Եթե ուզում ենք ամեն ինչ ընկնի իր տեղը, սիրելի քույր եղբայրներ, Աստված խոնարհի հետ գործ ունի։ Աստված Աստծո խոսքում գրված է, ասում է ես հպարտներին հագարակ եմ։ Հպարտացի։ Ում ինչ ես անելու։ Քեզ ես վնասելու։ Որևէ մեկին չես կարող վնասես, միայն քեզ։ Ինձ նեղացրել են։ Չեմ ներելու քեզ։ Մի հատ հարց տանք, էլի կներեք, որ մի քիչ եթե կոպիտ ասեմ։ Ով ես դու, որ քեզ նեղացնեն։ Եթե մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին նեղացրին, ցավեցրին, ես ու դու ով ենք, որ մեզ չնեղացնեն։ Նեղացնում են, ասա փառքերը քեզ Հիսուս ջան։ Որ չներես, չես ներվի։ Աստծո խոսքում է գրված։ Աստծո խոսքից դուրս բաներ չեմ ասում, սիրելի քույրեր եղբայրներ։ Մի ների, չես ներվի։ Ով է ուզում, որ չներվի։ Թող ձեռք բարձրացնի։ Կա տենց մարդ, փառքերը Տիրոջը։ Դրա համար գիտեք, այդ հպարտությունից, էդի երբ է որ մարդ չի կարում մարդուն ների։ Եսիս են կբե։ Դու ով եղար, որ ինձ նեղացնես։ Հարց հագարակ, բա դու ով ես։ Հա բա դու ով ես, որ քեզ չնեղացնեն։ Եթե մեր Տեր ու Փրկչին են նեղացրել, դու ով ես։ Հպարտությունը գիտեք, շատ ցավալի մի տեղ է, որովհետև շատ երկար տարիներ ես մի օրինակ ասեմ, մի հովիվ պատմեց, ասում է, մեկը եկավ կին էր, դեմքը ծռված։ Կարող իմանաս։ Ասում է, աղոթում եմ իր համար, դեմքը չի դզվում։ Ասում եմ, Տեր, բացի, ինչ նախնդիր է, որ այս մարդու դեմքը չի դզվում։ Տերը հայտնապես ասում է, ինքը իր կեսուրին չի ներել։ Հովիվը մոտենում ասում է, դու եթե կիսուրի չներես, միշտ մնալու ես սենց։ Ասում ախր իմ կեսուրը ինձ շատ է ցավեցրել, շատ է նեղել։ Ասում է Հիսուսին էլ են նեղել, ցավեցրել, բայց Տեր խաչվելու ժամանակ է ասեց հայր ներիր, որովհետև չեն հասկանում ինչ անեն։ Ասում է կարաս ներես կիսուրին։ Ասում է կարամ։ Հովիվը աղոթք անում ու հենց այդ պահին դեմքը դզվում է։ Պատկերացնում եք ինչ կաբեր ունի չներումը։ Դու այսօր կարաս ինչ որ մեկի չներես, ինչ հարցերով քո կյանքի համար, բայց դա վնասը կրելու ես դու, այլ ոչ թե մարդը, ում չես ները։ Մեր եկեղեցում մեկը եղավ զարմանալի մի բան ասեց երկու քուր 11 տարի իրար հետ չեն խոսացել։ Հոգևոր։ Ես կասեի ճակերտավոր։ Հոգևոր մարդը չի կարա իր եղբոր կամ քրոջ, նա մանավանդ մարմնավոր քրոջ կամ եղբոր հետ 11 տարի չխոսա։ Դրա համար շատ կարևոր է սիրելի քույրս եղբայրս, որ մենք հպարտությունից հեռու լինենք։ Մի
վեր դասեք ձեզ, ինչ որ մեկից։ Առակաց 16-18 Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթակման առաջից ամբարտավան հոգին։ Հենց որ հպարտացար, չէ, իմացի, որ կործանումը տեգել է։ Էդի բերեք սենց ամուսիների վրա է բերեմ, էլի սիրելի եղբայրներ։ Կարակ, գիտեք, կինդ մի բան անի, ասես ես քեզ լերու գնա ինձանից։ Էդի հպարտությունա թե ինչա։ Ճիշտ հասկացեք, ես միշտ երկկողմանի եմ այդ բաներն ասում, սիրելի քույրեր, խնդրում եմ ձեզ Հիսուս Քրիստոսով, որ դուք է հանգարց չառիտավորվեք, որովհետև Տիրոջն եք պատասխան տալու։ Մենք քայլում ենք Տիրոջ առաջ, ինչ անում ենք Աստծո առաջ ենք անում։ Դրա համար Տերը, որ ինձ ու քեզ կանչել է իր զավակները դառնալու, մեր կոչմանը համահունչ քայլենք։ Ոչ թե միայն եկեղեցում լինենք հավատացյալ, այլ մեր տանը, մեր գործի տեղը ամենուր եք։ Չէ՞ որ Աստծո խոսքում գրված է, որ դուք եք աշխարհի աղն ու լույսը։ Ես վերջերը կուզենամ այդ էլ ասեմ մեր բոլորի օգուտի համար, ես ընդհանուր առմամբ իմ բնույթով ցանկացած տղամարդ sense կասեի, եթե եղբայրները թույլ տան, հա, իրանց թույլտվությամբ որ մեր բարբարով ասած ցոփուշվալ կյանք ենք վարել, էլի, հա, աշխարհիկ ժամանակները։ Այս վերջերը մեր մոդի աշխատողներից ասում են մենք քեզ հետևում ենք, կին արմատ, աղջիկներ, հա, ինչի համար դու ոչ մեկին ուշադրություն չես դարձնում, ասի, հասկանում եք, չէ, ասենք միտքը, ասում է, մենք լսել ենք, որ դու, ռուսերեն ոնց է, պախատլիվի, հա, տենց մարդ ես եղել, տենց, ալաբուլա, Բայց հիմա դու ոչ մեկին ուշադրություն չես դարձնում։ Ինչն է խնդիրը։ Ասի ուշադրություն դարձնում եմ որպես մարդ, բայց ուշադրություն չեմ դարձնում որպես կին արմատ, որովհետև Տերը ինձ տվել է մի կին եւ վերջակետ։ Սենց նայում են, ասում եմ, вообще не смотришь ни на кого, c'est абсолютно։ C'est абсолютно։ Ասի ես չեմ կարա իմ Տիրոջը ցավեցնեմ։ Ու բնականաբար փառքերը Տիրոջը սկսի Աստծո խոսք խոսալ։ Դեն զարմացած նայում են, ասի գիտեք, շատ կարևոր է, որ մենք գանք Աստծուն, որովհետև ոչ մեկը չգիտենք, թե մեր կյանքը երբ է վերջանալու։ Ով գիտի, մեր կյանքը երբ է վերջանալու։ Ոչ մեկը չգիտի, բայց մենք պետք է պատրաստ լինենք ամեն ժամանակ, ամեն վայրկյան, երբ որ մեր կյանքը վերջանա, միանանք Տիրոջը, այլ չգնանք կորուստ։ Բերեք երևի վերջի տեղը ասեմ, հա, եւ վերջացնենք այսօրվա մեջ։ Անզգույշ խոսքեր։ Ինչը որ մեր հայերի մոտ կա, չէ՞։ Կներեք, էլի Տերը ների ինձ այդ բառերի համար մի բան որ անում են, մեկ է ինչ ենք անում, դեբիլ չես։ Կամ նենց վիրավորական խոսքեր, էլի ծանր խոսքեր, լկարան ավելի ծանր խոսքեր ասենք։ Գիտեք, այդ մեր վիրավորանքները ավելին ասեմ, կարան մարդուն սպանեն։ Դուք մի ուղիղ իմաստով հասկացեք, որ սպանեն պետքա բան, դանագով խփես, սպանես, վերացնես, նի է, քո խոսքերը կարան մարդուն սպանեն։ Քո խոսքերը, քո այդ ոչ ճիշտ արտահայտությունները կարան ինձ էվի վիրավորանք բերեն մարդու կյանք, որ այդ մարդը տարիներով տանջվի,
Կարա այդ մարդը ների, որ գնաց ներողություն խնդրեց, բայց սպին մնալու է։ Շրամը մնալու է։ Դրա համար Աստծո զավակները, սիրելի քույր եղբայրներ, պետք է շատ ուշադիր լինեն իրենց շուրթերին։ Ասում է, կյանքն ու մահը լեզվի ծայրին են։ Դու քո լեզվով կարաս մարդուն սպանես, կարաս քո լեզվով կյանք բերես։ Առակաց 18:21 Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են եւ նրան սիրողները կուտեն նրա պտուղը։ Աստծո խոսքում գրված է, չէ՞, որ իշտեղ ինձ ցանես էնի հնձելու ես։ Վատ խոսքեր ասիր, ստանալու ես։ Լավը ասիր, էլի ես ստանալու։ Դրա համար մեզ պետք է ցանել բարին, հաճելին, կատարյալը։ Ինչը որ գալիս է Տիրոջից։ Բոլոր փառքերը Տիրոջը։ Իմ այսօրվա պատգամը, սիրելի քույրեր, եղբայրներ, այսքանն էր։ Թող Տերը փառավորվի